Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ-ի տարածք։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վերջնականապես հաղթելուց հետո բավական շուտ ինքը Հորմուզի նեղուցը կհայտարարի Միացյալ Նահանգների տարածք։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն այժմ նեղուցի նկատմամբ ունի լիակատար վերահսկողություն եւ ամերիկյան ռազմածովային շրջափակման պայմաններում նավերը չեն կարող անցնել առանց ԱՄՆ-ի համաձայնության։ Խորվաթիայի Դալմաթիայի ափին վերջին օրերին խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, որոնցից ամենածանր իրավիճակը ստեղծվել է Օմիշի եւ Լոկվա շրջանում։ Հրդեհը բռնկվել է օգոստոսի 13-ի երեկոյան եւ քամու ուժեղ պայմաններում շատ արագ տարածվել է անտառապատ եւ բնակեցված տարածքներում, արվել է ավելի քան 1000 հեկտար տարածք։ Հրդեհի պատճառով մոտ 1000-ից 1200 մարդ տարհանվել է, այդ թվում բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Զոհվել է առնվազն 1 մարդ, իսկ մոտ 40 մարդ վիրավորվել է։ Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ է առաջացրել քաղաքում, ջրի տակ են հայտնվել քաղաքի մի շարք փողոցներ եւ ճանապարհներ, ջրով են լցվել Ռուսթավելի եւ Վաժապշավելա մետրոյի կայարանները, ջրածածկվել են նաեւ մի շարք նկողներ։ Չինաստանի արևելքում Չժեցզյան նահանգի Չանսին շրջանում տեղի է ունեցել մեծ սողանք։ Դեպքը տեղի ունեցել օգոստոսի 14-ի վաղ առավոտյան հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղից հետո։ Հորդառատ անձրևները Չանսին շրջանում առաջացրել են հանկարծակի հեղեղ։ Հեղեղաջրերը սողանք են առաջացրել, ինչի հետևանքով տուն է փլուզվել։ Առնվազն 1 մարդ է զոհվել, եւս 3 մարդ համարվում է անհետ կորած։ Կայրեի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, եւս 17-ը ստացել են վնասվածքներ։ Դատախազությունը հայտնել է, որ նախնական քննության ընթացքում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պատճառով։ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել հուշանվերների եւ խաղալիքների խանութի սեփականատիրոջը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը եւ հարցաքննել նրան։ Չինական փորձարարական գնացքը մագնիսական համակարգի միջոցով ընդամենը 5.3 վայրկյանում հասել է ժամում 800 կմ արագության, սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։ Հուբեյ նահանգի Դոնու լաբորատորիայի 1 կիլոմետրանոց թրեքի վրա անցկացված փորձարկումների ժամանակ գնացքը ռեկորդային արագություն զարգացնելուց հետո կանգ է առել ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Սա վերջին շրջանում չինացի մասնագետների արդեն երրորդ հաջողված նվաճումն է։